Մենք վերադարձանք շատ լավ թեմաներից ենք զրուցում եւ ժամանակն է ներկայացնել մեր հաջորդ հյուրին։ Պատկերացնում եք, չէ, անգամ շատերը քայլել չեն կարող 15 կիլոմետր, բայց մեր հյուրը կարող է անգամ լողալ միանգամից։ Լողի եւ հնգամարտի Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, լողորդ մարզիչ Հարո Հարապետյանն է մեր տաղավարում։ Նա Կիպրոսում հաղթել է Այան Նապա 10 կիլոմետր մրցաշարում, 170 մարզիկների թվում 13-րդ տեղն է գրավել։ Դուբայում անցկացվել է Dubai World Final մրցաշարում, որը Ocean Man շարքի աշխարհի ամենամեծ բաց ջրային լողի մրցաշարերից մեկն է եղել։ Ողջույն։ Բարև ձեզ։ Նախ շնորհավորում ենք վերջին հաղթանակների կապակցությամբ, բայց սկսենք սկզբից։ Ինչպես սկսվեց ձեր ճանապարհը որպես լողորդ եւ որ տարիքից եք սկսել լողալ։ Իմ ճանապարհը դեպի լող մեր ընտանեկան ճանապարհ է։ Այո, սպորտսմենի ընտանիքում եմ մեծացել, իմ հայրը լողորդ լողի մարզիչ, իմ քույրը լողորդ լողի մարզիչ, ու ես փոքր տարիքից եմ սկսել 2-3 տարեկանից մարզվում եմ լողով։ Հա, սկզբից լողավազանի անցկացվող մրցումներում եմ մասնակցել, Հայաստանի չեմպիոն դարձել, սպորտի վարպետ, այնուհետև փոխել եմ մարաթոն լող, ինքս ինձ մարտահրավերներ նետելով ու տարածություններ հաղթահարելով, փորձում եմ ինքս ինձ մոտիվացնելով մնամ սպորտում ինչքան որ կարող եմ։ Իսկ ինչով են իրարից տարբերվում լողավազանի լողը եւ բաց ջրերում լողը։ Լողավազանի լողը կարճ տարածություններն են, 50 մետրից սկսած, 50, 100, 200, 400, իսկ ծովի կամ լճի մրցաշարերը 10 կիլոմետր, 5 կիլոմետր, 15 կիլոմետր ու անդադար մարաթոն լող ենք ցույց տալիս։ Եկեք խոսենք այն մրցույթներից, որտեղ դուք ներկայացել եք եւ բավականին լավ մրցանակներով Հայաստան եք վերադարձել։ Առաջինը որն է եղել, որ մրցույթն է եղել։ Առաջինը 15 թվականին էր աշխարհի բրոնզե մեդալակիր եմ դարձել Բաթումիում ծովի մեջ, առաջին կարևոր հաղթանակներից էր, այստեղ ունեցել եմ Հայաստանի չեմպիոն, բայց ամենակարևոր միջազգային մրցաշարը Բաթումիում անցկացվող աշխարհի առաջնությունն էր։ Բայց սև ծովը բավականին ալիքոտ է, դժվար չէ՞ լողալ։ Բոլոր ծովերն էլ ալիքոտ են, նայած եղանակային պայմանները ոնց կստացվեն այդ օրը ինչ եղանակ կլինի, բախտի բերմամբ, էլի, եթե ալիք լինի մի քիչ բոլորի համար, եթե դժվար է, ուրեմն բոլորի համար է դժվար, եթե հեշտ է, ուրեմն բոլորի համար է հեշտ։ Այնուհետև մարաթոն լողը անցած տարի Այնապայում նոյեմբերի 2-ին մասնակցեցի 10 կիլոմետր մարաթոն լողում, իմ կատեգորիայում գրավեցի առաջին տեղը, 10 կիլոմետրը հաղթահարելով 2 ժամ 40 րոպե, դրանից մեկ ամիս հետո Դուբայում անցկացվող ֆինալ մրցաշարի մասնակցեցի 10 կիլոմետր նույնպես, իմ կատեգորիայում գրավելով 13-րդ տեղը։ Եվ մեր վերջին մրցաշարը 2 շաբաթ առաջ եմ վերադարձել Իտալիայից, Դորտա լճում, Իտալիայում գտնվող 14 կիլոմետրը հաղթահարեցի 4 ժամ 24 րոպեում, իմ կատեգորիայում գրավելով 16-րդ տեղը։ Տեսեք, այսքան մրցանակներ նշեցիք, մեդալներ նշեցիք, որն է ամենակարևոր մրցանակը, որը ունեք մինչ այսօր։ Մինչ այսօր կառանձնացնեմ երևի 15 թվականի Բաթումիում գրաված աշխարհ բրոնզե մեդալակիր, որ դարձա, ու դրանից հետո արդեն աշխարհայացք փոխվեց, ուրիշ փուլ մտա ընդհանրապես համ կյանքի, համ սպորտի մեջ ու ավելի պատասխանատու ուղիներով սկսեցի անցնել ու արդեն դեպի միջև 6 տարիք էլի։ Որքանով է լողը զարգացած Հայաստանում։ Լողը, ասեմ ձեզ, ինչքան էլ որ չերևացող ինչ-որ սպորտաձև է, եթերներով, բան, բայց շատ տաղանդավոր երեխաներ ունենք մենք հիմա լողում, ես ներկայիս մարզիչ եմ ու աշխատում եմ երեխաների հետ, ունեմ իմ պրոֆեսիոնալ խումբը, սպորտի վարպետներ ու շատ փոքրուց մարզում ենք երեխաներին, իրոք ունենք շատ տաղանդավոր երեխաներ, ուղղակի կյանքն է ստիպում երևի, որ չեն շարունակում, շարունակական չի լինում, այդ արդեն կախված է երեխաների ծնողներից, ինչքան էլ մարզիչը ծնողների հետ զրուցելիս ասում է, որ ձեր երեխան պոտենցիալ ունի, մեկ է, նրանք են որոշում, ինչքան էլ դու համոզես, օբշի ընդհանուր որոշումը տալիս է ծնողը։ Զարգացած է լողը, ունենք ամեն տարի անցկացվում են Հայաստանի առաջնություններ, ինչ-որ սիրողական առաջնություններ ու ի հայտ են գալիս
շատ տաղանդավոր երեխաներ ու իրոք մենք բոլորս էլ հպարտանում ենք այդ երեխաներով ու փորձում եմ ես նենց անեմ, որ ավելի լավ ստացվի ու իրանք ավելի լավ արդյունքի հասնեն։ Պետքա մենք առաջինը մոտիվացնենք մեր երեխաներին, որ իրանք ավելի լավ աճ ունենան։ Իսկ որ տարիքից պետք է սկսել զբաղվել լողով։ Ես հիմա հարցնում եմ իմ բալիկի համար ու մոտավորապես ինչքան ես էլ չգիտեմ լողալ հասնի։ Եվ մեծ բալիկի համար։ Եվ մեծ բալիկի համար։ Եվ որքան ժամանակում կսովորի մարդը լողալ, փոքր հասակում ու արդեն հասուն տարիքում։ Հիմա եթե նկատել եք, շատ են լյագուշատնիկ ասված փոքր բասենչիկները, ոնց ասեմ, սպայերում են ինչ-որ, հա, այդ արդեն դե 0 տարեկանից տանում են, բայց ընկալման հարց կա ստեղ արդեն էլի, օրինակ ես 2 տարեկանից արդեն վերցնում եմ երեխաների, մարզում եմ, ուղղակի իրանց մոտ արտնասնում ես ջրի հանդեպ սերը, չգիտեմ, կարող է վախ չի, 2 տարեկան երեխան վախ չի։ Մարդիկ կան, որքեր վախ ունեն նաև։ Իդեպ նշենք, որ հիմա մենք տեսնում ենք կադրեր ձեր ներկայությամբ, դու կարող եք արդեն մեկնաբանել, թե սա որ մրցույթների մաս։ Սա Դուբայի, այսա Կիպրոսի մրցաշարից է, եւ ես հիմա չեմ զգացել ոնց են ինձ նկարել, սա Դուբայի ստարտից առաջ էր, դեռ չէինք սկսել լողը, այս էլ արդեն ընթացքի Ocean Man-ի պաշտոնական արած լուսանկարներն են, լողի ընթացքային արդեն, ջուրը շատ մաքուր էր Կիպրոսում, վայելել եմ կոնկրետ ծովը, Դուբայի մասին այդպես չեմ արտահայտվել, հաստատ մի քիչ ավելի ծանր էր, ավելի դժվար ալիքներ էր ձեր ասած էլի, ինքը արդեն Դուբայում ոնց sense ասած ոչ ոքի զբաղտը չբերեց։ Իսկ ինչպես են ընթանում այս մրցումները, կողքից մոտորանավակ է լողում։ Անպայման անվտանգության աշխատողներ, բժիշկներ, պարտադիր եւ ջրում արդեն մեզ ուղեկցող փոքրիկ նավակներ, մարդկանց ուղեկցությամբ մենք լողում ենք էլի։ Այդ ամենակարևոր մասն է, հոգեբանորեն, որ դու արդեն լավ զգաց լճում ծովում, հա, իրոք, որովհետև շատ ծանր բան է այդ ամեն ինչ էլի, երկար լողը շատ ծանր է։ Իսկ կան մասնակիցներ, ովքեր կեսից հրաժարվում են եւ չեն կարողանում հասնել մինչեւ վերջ։ Առողջական խնդիր, ինչ-որ մկանային ձգումներ, իհարկե լինում են, ոչ միշտ, բայց օրինակ այս վերջին մրցումս 15-ից 20 հոգի կեսից ուղղակի վատ ազգացել, կապ չունի, որ այդքան ճանապարհ ես կտրում հասնում, սպորտ ամեն ինչ էլ պատահում է։ Լավ, օրինակ ֆուտբոլիստները պարտադիր խաղից առաջ պետք է դաշտը ուսումնասիրեն, հա, հասկանան բոլոր թերությունները դաշտի անգամ խորթուբորտություն, այլ լողորդներն ինչ ճանապարհ են անցնում ինչ մրցումներ։ Լողորդները նայեք, ես օրինակ 2-3 օր շուտ եմ գնում տվյալ երկիր, որտեղ որ անցկացվելու է առաջնությունը, ուսումնասիրում ես, ճիշտ է, այդքան չես լողալու, հաստատ, բայց 15 կիլոմետր։ Աշկերով ես զուտ ուսումնասիրում հոգեբանորեն պատկերացրիք, թե չէ, հա, կարող է մտնես նախավարժանք հանես, մի 10 րոպե լողաս, 5 րոպե լողաս, բայց 4 ժամը հաստատ չի լրացնելու այդ։ Ուղղակի հոգեբանորեն է տրամադրվում։ Ֆուտբոլիստները դաշտում, ասենք, վազում են, նույն ձև, ասենք, խաղային ոնց որ իրանց երկրում, իրանց բազայում են մարզվում, նույնտեղ էլ այնտեղ, որտեղ որ անցկացվելու է հաջորդ իրանց խաղերը։ Լողորդներինը մի քիչ ծովի լողորդներինը, լճի լողորդներինը մի քիչ դժվար է, բայց բասենի լողորդներն էլ էլի 2-3 օր շուտ գնում են, բայց բասենում նույն մարզումն են անցկացնում, տարբերություն չկա։ Մերը մի քիչ ուրիշ պահ է էլի։ Կա տարածված կարծիք, հիմա դուք կնշեք դա միֆ է թե իրականություն, որ օրինակ ծովերում ու հատկապես օրինակ միջերկրական ծովում, Էգեյան ծովում շատ ավելի հեշտ է լողալ, քան ենթադրենք Սևանում, որովհետև քաղցրահամ է ջուրը։ Իհարկե, միանշանակ, այդ ուղղակի խոսք չի, այդ անգամ ես էլ ձերպես օրինակ իմ մոտ հարց կառաջանար, եթե լողացած չլինեի, ես լողացել եմ ու միանշանակ կասեմ, որ ուրիշ տարբեր զգացողություններ է, աղիա ծովը ինքը քեզ արդեն ավտոմատ ինչքան էլ լողալ չիմանաս, քեզ վերև է հանում։ Ճիշտ է, աղի ծովում դժվարություններն է կան, որ արանքում, ասենք, ջուր ես խմում կամ չգիտեմ, թեկուզ լեզուտ ազգում այդ աղը ավելի է դժվարանում, ավելի շուտ է ծառավանում, սովածանում, բայց դա արդեն հարցի թեթևության կողմը չի տանում, էլի, ուղղակի մերը ծովի լողա, օրինակ ձեր համար սիրողական լողացողներինը ծովում ավելի լավ կզգաք, քան ասենք Սևանում։ Այս լողացած վերջին լճում էլ շատ քաղցրահամ էր, Սևանի պես ընդհանուր տարբերություն չեմ տեսել Սևանի ու այս լճի մեջ։ Այ օրինակ Սևանում ինչ փորձ ունեք, քանի կիլոմետր եք կարողացել լողալ եւ արդյոք Սևանը իսկապես դժվար է ինչպես ասում են։ 10-15 լողացել եմ, 2-ից սկսած 7, 2 ամսից 7 եմ լողալու էլի միջազգային մրցաշար։
Սևանը ամենադժվարը ես կառանձնացնեի։ Օրինակ, ինչի համար համեմատեցի Իտալիան, զուտ Իտալիայի ջուրը շատ ոնց ասեմ, ինքը ջերմաստիճանը լավն էր։ Ջերմաստիճանը լավն էր, Սևանը համեմատած հերիք չի քաղցր է, միատեղ սառն է։ Իդալիա քաղցր է, Սևանի պես ծանր ես դու, բայց հաճելի ջուր է։ Պատկերացիք չեք, սառում մկանային ձգվածության բան վաղ չի լինի, էլի ուղղակի։ Իսկ եթե դիտարկենք միայն ծովերը եւ օվկիանոսները, որտեղ է ամենահեշտը լողացել։ Այս իմ անցած ճանապարհը երևի Կիպրոսում էլի։ Երևի Կիպրոսում, որովհետև սև ծով էր նույն ձև դժվար, թե որ ավելի ալիքեր չեմ կարող ասել, որպես հանգիստ տենց մարմինս մնար ջրի վրա, չեմ տենց կոնկրետ ձեզ ասի, բայց Կիպրոսում ավելի ոնց որ լավ եմ զգացել։ Իսկ լողորդները սովորաբար մինչև քանի տարեկան կարող են լինել որպես սպորտսմեն, հա, ենթադրենք։ Նայեք, իմ մարաթոն, իմ ձևը, իմ մարաթոնը մինչև օրինակ ես տեսել եմ 55-60 տարեկանները ոնց են լողում, իրանք էլ դե փոքրուց սկսած։ Հնարավոր չի դու 52 տարեկանում լողալ սովորես, 55-ում գնաս 15 կիլոմետր, ուրեմն շատ փոքրուց սկսած իրանք ուղակի վարպետներ են իմ համար, էլի, ու ես էլ եմ ուզում այտենց մի հատ ուղի անցնեմ, դեպի մինչև 20-25 կիլոմետր լողամ, անգամ այդ տարիքում։ Այդ ոնց որ էլ եմ ասում մարտահրավեր եմ ինձ նետում, քանի որ համ առողջ ապրելակերպ, համ որ մնամ միշտ սպորտում ու ինձ միշտ լավ զգամ։ Ո՞րն է հաջորդ մրցումը, որին պատրաստվում եք մասնակցել։ 2 ամսից Սևանն է 7 կիլոմետր, աղթամար կղզուց կտրելու ենք դեպի Շորժա։ Եվ դա միջազգային մրցույթ է։ Միջազգային մրցաշար է, Ocean Man-ի ուրիշ ֆորմատով եւ նոյեմբերին Կիպրոս։ Նոյեմբերին էլի Կիպրոս ունեմ անցած տարվա նման, ուղղակի այս անգամ 10 կիլոմետրի տեղը երևի 2 ու 5 կլողամ, էլի 10 կիլոմետր չէ, որովհետև արդեն լողացել եմ, ասենց ասած հաղթած դուրս գանք էլի։ Վերջերս Սևանում լողորդներից մեկը ուզում էր ռեկորդ սահմանել եւ անցնել ամենաերկար հատվածով, բայց ցավոք չստացվեց, որքանով որ հիշում եմ։ Դուք ունեք նման նպատակ ռեկորդ սահմանելու։ Հիմա չէ, չգիտեմ 3-4 տարի հետո ինչ կլինի, օրինակ այդ լողորդին ճանաչում եմ, ինքը ոնց ասեմ, Իրանը ուրիշ լրիվ ֆորմատ է, ինքը հաստատ կարող է, ես համոզված եմ, այս անգամ չստացվեց, ինչ-ինչ խնդիրների պատճառով։ Ինչը խանգարեց։ Սևանում ի՞նչն է ինքը խանգարում։ 74 կիլոմետրից արդեն 40 քանիսը իմ իմացությամբ անցել էր։ Երևի ամեն ինչ կարա լինի, էլի առողջական, չգիտեմ, ուշագնացություն, հա, ես տենց կոնկրետ չգիտեմ, մկանների բռնվածություն։ Եղանակի վերջո։ Եղանակ, պատկերացնում եք, այդ տևողությունը 30 ժամ է մինչև, ու ինքը գիշերը, որ մենք քնած ենք լինում, ինքը 12-ից մինչև լուսաբաց, ասենք, լողալու է, ինչ 12, երբ համ 8 ընկնում, ասենք 8-ին, 9-ին, ամառվա շոքին, մինչև լույս ինքը լողում է, այսինքն ինքը համարյա 10 ժամ մթով լողում է, դա պատրաստվել է պետք ու համոզված եմ, որ Հովհաննեսը կարա։ Լավ, մենք ծով չունեցող ազգ ենք, բայց կարծես թե այսպես ինչպես երեխաների պարագայում մարդիկ հետաքրքրված են լողի գնալ եւ ամեն ընտանիքում գրեթե բոլոր երեխաները, եթե ոչ գոնե մեկը պարտադիր լողի են գնում։ Ինչով է սա պայմանավորված։ Ասեմ ձեզ, որ լողը դարձել է մեզ մոտ ակտուալ, ոչ միայն լողը, այլ սպորտը, շատացել են սպորտ ակումբները, ու դա ողջունելի է ու համոզված եմ, որ ձեր սկզբի հարցին անդրադառնանք, որ տաղանդավոր երեխաները ել ավելի են շատանալու, սկսած արդեն հիմիկվա մեր մի քիչ դժվար առօրյայից, հիմիկվա երեխաները այնքան դժվար առօրյա ունեն, մեծերից իրանք շատ են, հա, մեծերից շատ են ծանրաբեռնված, տարբեր տեղեր, իրանց դասերով, տարբեր առարկաների պարապմունքներ ու արդեն մի քիչ ուզում են ծնողները երևի տան, որպեսզի իրանց երեխան գոնե առողջ ապրելակերպը իրանց առօրյայում լինի, էլի։ Ու առողջական խնդիրներով էլ ենք ունենում, ինչը որ հիմա ամենաառաջնային է լողը, մեջքի հատված, ողնաշարի ցավեր ու արդեն լողը դե բոլոր մկանախմբերը աշխատում է լողով, հակաստրես, չգիտեմ, ամենաառողջարար սպորտաձևն է լողը։ Ու ֆիթնեսն է շատացել, բոլոր սպորտաձևերն է շատացել է։ Շատ ուրախ եմ, որ ակտուալ է դառել ու արդեն մարդիկ շատանում են, էլի։ Ես էլ եմ մարզիչ, իմ մոտ էլ են շատանում, մեր բոլորի մոտ շատանում են ու ամեն տարի
հուսով ենք կաճի այս քանակը։ Որքան էլ որ ակտուալ է դարձել հիմա լողը, բայց ամեն դեպքում եվրոպական շատ երկրներում պարտադիր է եւ հայրակրթական ուսուցման հետ զուգահեռ նաեւ լողն է պարտադիր, ու եթե երեխաները սերտիֆիկատ չունենան որոշակի տարիքում, վերջելևս ոչ միտեղ չեն կարող լողալ եւ այդպես իրենց քննությունը չեն հանձնի, այսպես ասած։ Հայաստանում կգա այդ օրը, երբ պարտադիր կդառնա։ Ես համոզված եմ, որ կգա, որովհետեւ նայեք հիմա դպրոցներում առարկա որպես սպորտի առարկա իմ իմանալով միայն շախմատն է, շախմատն է, ծրագիրներ ունենք մեր Հայաստանի Հանրապետությունում, որ ստեղի չէ, ոչ միայն ստեղի, այլ նաև մեր մարզերի երեխաները հաճախ են լողի, լրիվ անվճար, այդ արդեն ոնց ասեմ, պարզա դրանից դառնում, որ մի օր էլ դպրոցներում է կլինի ու շատ ավելի լավ լողալ պետքա իմանան բոլորը իմ կարծիքով, չգիտեմ։ Տեսեք դուք մեծ տարիքում եք, չգիտեմ, վախում եք նկատի։ Հիմա ես ձեզ կարող եմ հարց տամ, ասեմ ինչից եք վախենում, դուք չկարողանաք պատասխանել, որովհետև դուք ջրից, բայց ինչ որ մի բան պետքա ձեր հետ կատարված լինի, որ վախենաք։ Տեսեք, ինչ են ասում լողը փոքր տարիքից է պետք, որովհետև երեխա է, այդտեն շատ բաներ չի հասկանում, մարզիչն է, որ տենց, չգիտեմ, գլխին է ավելի ինքը դեռ ոսկորներ ասած խմոր վիճակում է լինում, ավելի ինքնավստահ լինում ու ավելի շուտ աստացում։ Իսկ մենք, որ մեծերս արդեն գիտակից ենք ընկալում ենք, մտքերով ենք արդեն ընկնում, ես հիմա որ լողալ չիմանայի ուրիշ սպորտով զբաղվելուց լինեի ու ուզենայի գնայի լող պարապեի, ես կուսումնասիրեի, կբացեի, կկարդայի վիդեոներ ինչ որ կնայեի, բան, բայց էլի այն չէ լինելու ոնց որ երեխային է։ Երեխան ոնց ասեմ, էլի ուշ չի երբեք լողալ սովորելու համար, բոլորին հասանելի է, բոլորին։ Ես օրինակ 70-75 տարեկանում եմ լրիվ զերո վիճակից լողի վերցրել, իմ պրակտիկայում եղել է տենց դեպ, բայց ավելի դժվար ճանապարհ է սպասվում։ Խոսք տալ չեմ կարող, որ ես ձեզ մի ամսում կարող եմ սովորացնել։ Այդ մի քիչ ավելի ժամանակ ունեմ։ Կարող եմ փորձել, 2-3 դասի հարց է։ 2-3 դաս հետո է պարզ լինում, ինչ վիճակ է, արդեն մարզիչը ոնց որ դիագնոզը տալիս է, էլի։ Եթե արդեն սենց ասում եք մի ամսում դժվար։ Ես չեմ գա։ Լավ, եթե խոսում ենք երեխաները շատ ժամանակ գնում են սպորտի, որպեսզի կարողանան նաև դիսցիպլինայով ապրել, հա չէ, որ սպորտ այսպես կարգ ու կանոն է մարդու կյանքը բերում, արդյոք լողնել է այդպես։ Թե լողի ուղակի գնում են, որ իմանան լողալ։ Կամ որովհետև ջուր են սիրում եւ ուզում են այդպես ծնողները երեխային, որ լողի են տալիս, օրինակ իմ պրակտիկայում չեմ հիշում, որ հենց 0 վիճակից 3 տարեկանին բերի լողի, ասի վայ, ես ուզում եմ պրոֆեսիոնալ լողոր դառնա։ Չէ, տալիս է, մենք ընթացքում մարզում ենք երեխային, մի տարի հետո, 2 տարի հետո արդեն շատ պարզ է լինում իր երեխան արդյոք կարա պրոֆեսիոնալ տվյալներ ունի, ներում է տվյալները, թե ոչ, էլի։ Ու արդեն ծնողի հետ ենք, ոնց որ sense ասած, համագործակցում, էլի։ Եվ դիսցիպլինան սկսում է կարծես թե հենց այդ կետից։ Հա, ոնց որ այդ կետից է սկսվում, ծնողը արդեն մտածում է, էլի, լավ, sense tennis չասեց, էլի, արդեն կամաց թեկուզ որ պրոֆեսիոնալով է չզբաղվի, կուզի երեխան միշտ սպորտի մեջ լինի, կապ չունի, լող կլինի, ֆուտբոլ կլինի, թե բոքս կլինի, էլի։ Արդեն ոնց որ մոտիվացիան իր ծնողի մոտիվացիան բարձրանում է, ինչքան է ուզենա իր երեխան ուսումով շարունակի կամ բան, ճիշտ է, մեկը մեկին չի խանգարում։ Հիմա շատերը մի բան են առանձնացնում ու վсё, բայց ես ունեմ սպորտի վարպետ, որ շատ լավ պետական համալսարանի ուսանող, շատ լավ սովորող, իմ երեխաներն է փոքր, իմ խումբը պրոֆեսիոնալ, բոլորն են լավ դպրոցում լավ գնահատականներով միշտ ու դա ինձ համար ամենակարևորն է։ Պետք է մարզիչը ստիպի ամենաշատը, որ սովորի բազմակողմանի զարգացած։ Հա, միանշանակ, ոչ թե գա երեխեքին սխեման տանք, լողացնենք ու արդեն ասենք ստեսություն։ Դա ամենասխալն է, էլի։ Շատ լավ, եթե վերադառնանք ձեր մրցումներին, Հայաստանից այլ մասնակիցներ կան բաց ջրերում լողի մրցումներին, թե դուք միակն եք։ Նայեք, Ocean Man-ը, որ ես մասնակցում եմ, ամենահայտնի եւ ամենախոշոր մրցաշարերից է բաց ջրի, մասնակցում են եւ սիրողական եւ պրոֆեսիոնալ լողորդները, ինքը վարկանիշային մրցում է համարվում։ Սիրողական եղել է Հայաստանից լողացողներ, պրոստը տակ սիրողական, առանց վարկանիշային ինչ որ
միտում ունենալու ուղղակի, որ հետաքրքրությամբ կդրի այդ լիճը կամ հաղթահարի այդ լճում ինչ-որ մի տարածք, եղել են, հա, սիրողական լողացողներ եղել են, ուղղակի ես պրոֆեսիոնալ չէ, պրոֆեսիոնալ ոնց որ ես եմ, էլի։ Շատ լավ, շնորհակալություն, ձեզ մաղթում ենք նորանոր հաղթանակներ, նոր ռեկորդներ, ինչու ոչ։ Մերսի շատ։ Ուրախ կլինենք նոր ռեկորդներով ձեզ նորից հյուրընկալել մեր տաղավար։ Մերսի շատ, անպայման կգամ։ Մենք անցնենք առաջ եւ հիմա երաժշտություն ենք լսելու։ Լսենք երաժշտություն ու վերադառնանք։ Մնացեք մեզ հետ։